Սովորաբար գրեթե բոլոր դատական նիստերում մենք հանդիպում ենք իրար, այս անգամ ինչ ուղերձով եք այստեղ եւ հաշվի առնելով վերջին իրողությունների համատեքստը, պնդումները, որ գնում ենք դեպի խաղաղություն աննահանջ կերպով, մոտ է արդյոք այդ խաղաղությունը, ռեալ է արդյոք օրակարգը։ Մենք տեսանք, որ արդարադատության կազմում եղած շատ մարմիններ հենց իրենք հանցագործներ դարձան եւ դրա փաստահայններ, երբ հրապարակվեց ուրեմն Բագրատ Գալստանյան մեր սիրելի arczepiskopesi խոսքը ամբողջական եւ մենք հասկացանք, որ դրանք ուրեմն շինծու կերպով կարողացել էին հանցավոր կերպով, այսինքն կարողացել էին խեղել եւ հանրությանը ներկայացնել բոլորովին այլ կերպ եւ բոլոր նրանք, ովքեր կատարել էին այդ հանցանքը անպատիժ մնացել են։ Իմ ուղերձը այսօր լինելու է ողջ հայությանը, մոլորակի վրա ապրող ողջ հայությանը։ Եթե մենք մոլախոտը արմատախիլ չանենք, արդեն խեղդել է ամեն բան։ Մենք պիտի կարողանանք համախմբվել, մենք ունենք այդ կարողությունը, ուժը, կամքը, ի վերջո խելացիությունը, պիտի կարողանանք այդ մոլախոտից ազատվել։ Մոլախոտը այսօր զվարճանքի մեջ է, ամեն ինչ խեղդելով, բոլոր ոլորտները կործանելով, ասում է ես փարթամորեն աճում եմ, եւ դա այդպես է, աճում է, փարթա ինչ կարող ես ասել։ Իսկ սովորաբար ցանկացած այգում է, եթե արմատախիլ չեն անում, ուրեմն հեշտը դրանք են բազմանում, դրանք են աճում եւ մեր իրականության մեջ մենք տեսնում ենք, որ այո, մեզ տիրել է։ Եվ հիմա կոչս է, որ այո, անտարբեր չլինեն, իրենց տներում չնստեն, սպասեն, թե ինչպես են մեր ճակատագիրը որոշում է Էրդողանները, Ալիևները, մյուս բոլորը ընդհանրապես։ Գիտեք, sense մի բան կա, մենք անընդհատ ասում ենք, սա էր մեր բարեկամը, նա մեր թշնամին չէ։ Մենք պիտի կարողանանք այդ շահերի համընկնումները գտնել, բայց եթե մենք արդեն 0 ենք, մարդը ասում է, ես մոտեցնել եմ 0-ին։ Այս 0-ի հետ ինչ կան որոշեն։ Այսինքն, եթե դու ոչ մի բան ես, ոչ մի բանի հետ ով է գալիս բանակցելու։ Եվ դրա համար էլ իրենք փաստորեն որոշում են կամ տեղյակ են պահում կամ ոչ, եւ այն թղթերը, որը տանում են խեղ կատակին ստորագրել են տալիս, եւ հետո ծաղրանքը, որ դրան հետևում է, անգամ չգիտեն դա ինչ երկրի մասին է, այդ նույն Թրամփը, որին սրանք հերոխոսը համար ունեն եւ շատ ուրախացել են, ես տենց ուրախանում եմ եւ սիրած աղջիկներ ինձ հերոխոսը համար տալի, ոչ թե ինչ որ ինչա գնացել է եւ նա չգիտի սա որ երկրից է, այդ երկրի հավաքարարն է, ինչ դա, վարչության ինչ որ պետ է, ոչ մի բան չգիտի։ Ուրախացած նստել էր Թրամփը, իր մանկության խաղալիքները կարծես լինեին դրանք, եկել էր մի թեթև հետները խաղում էր եւ հետո սրանք եկան ստեղից սկսեցին թափահարել այդ թղթերը որպես փրկության նշան, էտա ստի կայսրության մեջ ոչ մի ճիշտ բան չի լինելու։ Պարոն Մանուկյան, այս ձեր ասած այդ մոլախոտը այնուամենայնիվ կարողանում է այս երկրում եղանակ փոխել, հա? Ու շատ հասկանալի է նաև այս դատավարության հիմքը, որն է հասկանալի է, թե ինչ ելք է լինելու, վաղը նաև Միքայել Սրբազանի նկատմամբ 2.5 տարի ազատազրկման այդ խափանման միջոցը ընտրելու հարցը կլինու դատավորը հաստատ այդ վերդիկտն էլ կստորագրի, այսինքն լինելու է այն, ինչ ասում են Նիկոլ Փաշինյանը, դուք ասում եք մոլախոտ, բայց այս պահին այդ ձեր ասած մոլախոտը այս երկրում համար մեկ անձն է, ում դեմ որևէ մեկը չի կարողանում խաղալ։ Որովհետև մենք թողեցինք չափից դուրս դրանք աճեն փարթամորեն եւ դա է պատճառը, որ հիմա այո շատ լուրջ աշխատանք ունենք անելու։ Ինձ ցույց տվեք մի ազնվազարմ հայի, ով պայքարի մեջ է եւ չի հետապնդվում։ Ինձ ցույց տվեք մեկին, ով իր հայրենիքի համար կանգնել է եւ չի հետապնդվում։ Սրանք հասել են ոչ միայն մեր օրերի հերոսներին, այլև նրանց, ովքեր եղել են պատմության մեջ, Նժդեին, Անդրանիկին, բոլորին, ովքեր հայկականություն են պահել, ովքեր հայոց արժեքների համար են պայքարել։ Ես վստահ եմ, որ արթնանալու են թմբիրից եւ վստահ եմ, որ այս լեթարգիական քնից մեր ժողովուրդը դուրս է գալու եւ կարողանալու է իր խնդիրները իր ուժով լուծել։ Պարոն Մանուկյան, մեր հանրապետությունում հանցագործությունների թիվը կտրուկ աճել է 2018-ից 2024 թվականի համեմատ։ Ըստ ձեզ որն է պատճառը այս հանցագործությունների թվի աճի համար։ Պատճառը այն է, որ արտարադատություն գոյություն չունի եւ ցանկացածը հասկացել է, եթե իշխանական թևի ներկայացուցիչը կամ ՔՊԻ-ն է հարում, կարող է ասել ականջ կկտրեմ, քիթ կկտրեմ, ես կանեմ, կսպանեմ, կմորթեմ, ոչ մի դատաստան չկա, բայց եթե Սրբազանը իր կարծիքն է հայտնում, ընդամենը այդ կարծիքի համար բերում են դատի։ Եթե մյուս Սրբազանը կանգնում է իր ժողովրդին, ասում է, գիտեք, տեր կանգնեք ձեր ինքնությանը, դատում են։ Այսինքն սրանք ինչ են ուզում են վերջապես մենք դադարենք հայ լինելուց։ Սրանք ասում են ձեր հորն ու
մամորը ուրացեք, ձեր պապ ու տատին ուրացեք, ձեզ թույլ տանք ապրեք։ Այսինքն սենց մսուրկ են կապել, այդ մսուրկի դեմը ոնց են անասուններին շարում, այդպես ուզում են մի ամբողջ ժողովուրդ շարեն։ Բայց ես վստահ եմ, որ սա այդ ժողովը, սա հերոսականություն կրող հայ ազգն է, որին իրենց արշինով են չափում, գալու է օրը եւ պատասխան են տալու իրենց արածների համար։